Ես հիմա զարմանում եմ, որ էլի այս հարգարժան փաստաբան գործընկերները, պաշտպանները բոլորը զարմանում են մեղադրողների կարծիքի վրա։ Քանի որ հստակ նշում է, որ սահմանադրությունը տվել է, Վճռաբեկ դատանի որոշում կա, կենտրոնական դրական ազատությունների որոշում կա։ Ժորժ ջան, մենք մի տարի այս դահլիճում տեսել ենք, ոչ թե ապօրինությունները, օրենք չկա, վերևից կատարող հրամանները։ Ճիշտ ասած, ես չէի ուզի որպես 9-րդ գումարման ազգային ժողովի պատգամավոր առաջի ելույթը դες սկսեի, բայց մեղադրողները ուզում բզբզում են տենց։ Ձեզ ասեմ իմանաք, այս մի տարի որ պահել եք կալանքի մեջ, ինչքան ուզեք կմնամ, կալանքում ինձ երբեք չեք վախեցել, չեք էլ կարող վախեցնեք։ Եթե մտածում եք այս մանդատը պիտի տենց առիթ լինի, որ այս մանդատով ես դուրս գամ, չէ, դες կարիք չկա։ Ես մանդատի համար չեմ պայքարել, ես պայքարել եմ իմ հայրենիքի համար, մանդատով լնեմ, առանց մանդատ լնեմ, իմ պայքարը որ սկսել եմ առանց մանդատ եմ եղել։ Հիմա դες օրենքներ եք վերում, ասում եք, շատ շնորհակալ եմ, որ ասում եք ցմա ես ազգային ժողովի պատգամավոր եմ։ Հիմա հրաման եք ստացել, ես պիտի պայքարել, գիտակ պայքարը խնդիր չկա։ Իմ պայքարը օրենքի համար է, որ փորձում ենք դե մարդը այս գործի հետ կապ ունի, զենք ունի, բերում կապեք այդ գործի հետ։ Ով է մտածում, որ սահմանադրություն հաշվի առել կամ Վճռաբեկ դատանի որոշում հաշվի առել։ Ընդհանրապես այս միջնորդությունը չեք թողա անեին։ Միջնորդությունն է, որ օրենքը գոնես օրենքը պահենք, որտեղ դնում ենք ինչա կատարում։ Շատ եք ուզում, ասեմ, այսքան մի տանջվեք, անկեղծ եմ ասում, ին վրա այդ կալանքը ոչ մի արժեք չունի։ Պայքարել եմ այնքան ժամանակ, միջև այս երկրում օրենքը լի, արդարությունը լի, եւ անօրինական մարդիկ պատժվում։